Նա ինչու է կարգալույծ արվել, որովհետև չի մասնակցել քաղաքական հավաքներին, որովհետև խոսել է դրա մասին։ Այսինքն սա ընդհանրապես հասկանալի չէ, եթե դու կարգալույծ չեք անում մեկին, ով խախտում է եկեղեցու օրենքները, բարոյական կերպարը չի համապատասխանում ընդհանրապես սպասավորի չափանիշներին, բայց կարգալույծ եք անում մեկին, ով խոսել է նրա մասին, որ ստիպում եք, որ գնա հանրահավաքի, սա օբյեկտիվ չի կարող դիտվել։ Ինչ վերաբերում է սա ճանապարհ է բացելու, գիտեք, մենք դրա մասին դες հետ շատ ենք խոսել, սա շատ բարդ խնդիր է։ Եկեղեցու ամբողջ վերնախավը թաթախված է այսպիսի պատմությունների մեջ, երբ ասում էինք, որ Գարեգին II-ի նրա եղբոր հանդեպ ճնշումներ կան Կրեմլից, այսինքն իրենք Պուտինի հանդեպ սիրուց չի, որ պաշտպանում են Ռուսաստանին, այսինքն այս տեսահոլովակները ձեզ Ռուսաստանը չունի։ Այսինքն նման տեսահոլովակներ կարող են լինել նաև կաթողիկոսի եւ նրա եղբոր հետ կապված։ Իշխանությունները անդադ հայտարարում են, որ սա վերջը չի, կամ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ ասում են, որ կան այլ փաստեր, մանկապղծության հիշում եք Աննա Հակոբյանը խոսեց դրա մասին, այսինքն ես չեմ զարմանա, որ շուտով այդպիսի տեսահոլովակ էլ հայտնվի։ Եվ եթե այդպիսի փաստեր կան, եկեղեցու սպասավորներն ձեր տաղավարումը հայտարարեցին Գարեգին II-ի մասին եւ չեն հերկվում պաշտոնապես եւ դատական կարգով, ուրեմն բոլոր կողմերն էլ ունեն եւ հաստատ առաջինը Ռուսաստանը ունի, այսինքն քաղաքական ճնշման լծակներ կան Գարեգին II-ի նկատմամբ։